Շարունակվում է մեր եթերը սիրելի հեռուստադիտողներ, շարունակում ենք խոսել մշակույթի մասին և կարծես բոլոր ճյուղերին անդրադարձել ենք, բացի կինոյից, ու այս անգամ ոչ թե խոսելու ենք համաշխարհային պրեմիերաներ արած ֆիլմերի մասին, այլ մեր ուրախությամբ պետք է նշենք հայաստանյան իրականության մեջ նոր ձեռագիր, նոր շունչ բերած մի ֆիլմից, որը կոչվում է «Սյու», որը հոգեբանական դրամա է։ Այո, շտապ ենք ներկայացնել մեր հյուրին, որն արդեն տաղավարում է դերասանուհի Սյուզի Ադամյան, բարի լույս։ Բարի լույս։ Ինչպես եք, ինչպես է սկսվել առավոտը։ Շատ լավ, շատ դրական։ Հրաշալի է, որ նաև ունենք հնարավորություն խոսելու այս ֆիլմի մասին։ Մենք իրականում մինչ հարցազրույցը սկսել է սիրելի հեռուստադիտողներ, պարզեցինք, որ դեռ մոտավորապես մեկ շաբաթ կամ որոշ ժամանակ դեռ կինոթատրոններում ֆիլմը կլինի, ինչը հրաշալի հնարավորություն է բոլոր այն մարդկանց համար, որոնք դեռ չեն հասցրել դիտել ֆիլմը, շտապել եւ դիտել այն, բայց առաջարկում եմ այսպես մի փոքր հետ գնանք եւ փորձենք սկսել սկզբից հասկանալու համար, թե առհասարակ ում գաղափարներ այս ֆիլմը նկարահանել եւ դուք ինչպես առաջարկը ստացաք։ Ֆիլմը նկարահանումից սկսելուց առաջ դեռ շատ երկար սկսել է իր այդ նախապատրաստական ընթացքը։ Սցենարի հեղինակը հենց ֆիլմի պրոդյուսերը եւ ռեժիսորն են։ Մինչև ես կընտրվեի 1 տարի առաջ իրենք արդեն սկսել են սցենարը կառուցել։ Ֆիլմը հիմնված է ու սցենարը հիմնված է իրական պատմության վրա։ Ոչ այդքան իրադարձության մասով, այլ ավելի կերպարների, հա, իրենք ունեն կյանքում էլ ապրող այդ կերպարները կան, ու մի սովորական օր ես առավոտյան ստացա մեր քասթինգ մենեջերից նամակ, որտեղ գրված էր առաջարկի մասին եւ ինձ հրավիրեցին քասթինգի։ Ես հիշում եմ, որ այդ օրը ինձ համար շատ արտասովոր օր էր, որովհետեւ ես ինչ-որ այլ զգացողություն ունեի։ Ու երբ որ հանդիպեցինք, կաստինգը ուզում եմ ասել, որ շատ հետաքրքիր պրոցես էր, որովհետև դա սովորական չէր, ոնց որ ես չգնացի, ինձ ուղղակի տեսան ու հաստատեցին կամ ուղղակի չհաստատեցին, այլ մենք սկսեցինք վիդեոպրոբաներով, ու սա շատ հետաքրքիր ընթացք էր ինձ համար, ու ես արդեն իմ մտքում մտածում եմ, եթե նույնիսկ չընտրվեմ, արդեն իսկ լավ փորձառություն էր, բայց ընտրվեցի ու ոնց որ մի անգամ ռեժիսորը ասեց, շատերն էին եկել, բայց Սյուն չէր եկել ու հիմա եկել է։ Այդպես մենք սկսեցինք միասին նկարահանումները, որը տևեց 3 տարի, իհարկե 3 տարի անընդմեջ չենք նկարել, այլ ունեինք եղանակներ նկարելու, հա, տեսարաններ տարբեր, այդ իսկ պատճառով ինչ-որ sense մեծ ստոպերով նկարեցինք, բայց ֆիլմը կայացավ ուղիղ 3 տարի հետո մենք ունեցանք պրեմիերա։ Ես պատկերացնում եմ, որքան բարդ է թե իհարկե դերասանների, թե նաև աշխատող ամբողջ անձնակազմի համար տևական ժամանակ նկարահանել ֆիլմ, որը գուցե նկարահանումը տևում է 3 տարի, բայց հասկանալի է, որ 1-1.5 կամ 2 ժամանոց ֆիլմի դեպքում իհարկե տեսարանները հաջորդում են միմյանց եւ այդ ճիշտ ամբողջ այդ գիծը պահպանելը, չէ, ամբողջովին, որ եւ տեսքը բոլորի շատ այսպես նույնը բոլոր դետալները հաշվի առնեն եւ տրամադրությունը եւ էներգիան, սա կարծում եմ ամենաբարդն է երևի եղել։ Ես պիտի ասեմ, որ իրականում բարդ էր, որովհետև ժանրը ինքն իրենով արդեն իսկ բարդ է, բայց շատ կարևոր էր բաց չթողնել, թեկուզ ամենաներսում բաց չթողնել այդ ամբողջ process-ը ու կերպարին, իսկ ես իսկապես 3 տարի ապրում էի Սյուի հետ, ինքը գուցե դու ինքը չես այդ ժամանակ թեկուզ կենցաղում, հա, երբ որ ինչ-որ բաներ ես անում կամ շարունակում ես քո ստեղծագործական կարիերան, բայց միևնույն է ինքը քո կողքով ուղղակի զուգահեռ քայլում է, հա, ու շատ էր լինում, որ ես ինձ բռնացնում էի այն մտքի վրա, որ իսկ ինչ կաներ այս ընթացքում Սյուն կամ այդ իրադարձության մեջ Սյուն, ու ես սկսում էի իր հետ աշխատել, այսինքն կերպարը ինձ հետ աշխատել է 3 տարի ու սա իսկապես եւ դժվար, բայց եւ շատ հաճելի ընթացք էր։ Շատ-շատերին թվում է, որ ֆիլմի կերպարների անունը դիտավորյալ է այդպես արված, բայց գիտեմ, որ համընկնում է եղել շատ պատահական, նույնիսկ սկզբում թվացել է, թե սա չարկատակ է թիմի կողմից, բայց կերպարների հենց անուններն էլ շատ կարևոր են այս պատմության մեջ, ինչ պատմություն ունեն նրանք, ինչով է պայմանավորված անունների ընտրությունը կերպարների։
Ես պիտի ասեմ, որ ինձ այս հարցը անընդհատ տալիս են առաջին օրվանից սկսած ու չի լինում մարդ, որ օրինակ հարցում ես ֆիլմը ունի ինչ ես, ասում եմ, ինչ։ Սկզբում մի հատ ինչ, հետո վայ քո անունով է որոշված, բայց ուզում եմ ասել, որ սա իսկապես համընկում է եւ այնտեղ կան կերպարներ, օրինակ ովքեր էլի խաղում են իրենց անունով, բայց ի սկզբանե սցենարում հենց իրենց անունն է եղել, այսինքն ոչ մի հատուկ բան չկա, բայց անունները սա շատ երկար պատմություն ունի, որովհետև սկզբում ֆիլմի անունը այլ բանի պատճառով է սյու եղել, սյուրռեալիստական այսպես հա մատուցման հետ կապված, բայց հետո հենց կերպարի անունով է եղել, որովհետև երեխան հենց այդպես է դիմում իր մորը, սյու, ու սա շատ ավելի էմոցիոնալ ու շատ պատճառաբանված անուն է իմ կարծիքով, բայց նաև շատ տարօրինակ է հասարակության համար, որովհետև սենց անունը ուղղակի սյու միշտ հարցառել։ Պարզապես սյու իրենք միշտ ակնկալում են նաև այդ անունի շարունակությունը, բայց ուղղակի սյու։ Նաև նշեցիր կարևոր կետը այս ֆիլմի ու պատմության հեռասարակ, որտեղից էլ սկսվում է ողջ հոգեբանական դրաման երեխան, որին կորցնում է զույգը, այդ փոքրիկ փակագիծը միայն կբացենք հիմա, ինչ է տեղի ունենում այս զույգի հետ, ինչ ճանապարհ են նրանք անցնում, ինչ է առհասարակ այս ֆիլմը պատմում մարդկանց։ Ես պիտի ասեմ, որ ֆիլմը շատ մարդու մասին է ու երիտասարդ զույգ, ովքեր կորցնում են իրենց շատ ամենակարևոր, հա, կյանքի իմաստը, այսպես ասված, միասին ստեղծած կյանքի, բայց փորձում են ապրել ու նորից ստեղծել ու շարունակել այս կյանքի բնականon ընթացքը։ Իհարկե շատ խոչընդոտներ կան, շատ դժվարություններ կան, բայց հենց ամբողջ ֆիլմում այդ ընթացքն է պատմվում, ու թե ոնց են այս կերպարները փորձում հաղթահարել, ոնց են երբեմն ձախողում, բայց երբեմն չհանձնվում, այսինքն անընդհատ չհանձնվում, ու ցույց է տալիս սյուն այս կյանքի պայքարում կարևոր ընտրության մասին։ Ես պիտի ասեմ, որ մեր նկարահանումներն էլ են սենց ընթացել ու շատ դժվար էր, որովհետև մենք ունենում էինք օրեր ծայրահեղ պայմաններ, նկարանման ծայրահեղ պայմաններ, ու ես միշտ իմ մտքում ունեի այդ, որ ոնց կերպարն է հոգեպես տանջվում եւ անցնում այս ամեն ինչը։ Ես էլ ոնց որ ֆիզիկապես այս ամեն ինչ ասում եմ, որովհետև մենք ունեցանք նկարահանման մի օր, որ լոկացիան ընտրված էր այլ եղանակային պայմանի մեջ, բայց մենք գնում ենք ու տեսնում ենք, որ կա ջրի վրա սառույցի շատ մեծ շերտ, ու ես հիշում եմ հարցը ինձ, որ նախքան ինձ հարցնելը ռեժիսորը ու պրոդյուսերը խոսում են նկարանման պլանավորում են արդեն ու ասում հետո են ինձ պատմում, որ ասում են չի մտնի Սյուզին ջուրը հաստատել, այս ռեալ չի ու այս իրական չի։ Սառույցի մեջ, ավելի ճիշտ է այդպես։ Ուղղակի չի մտնելու ու իրանք արդեն ալտերնատիվա են քննարկում միասին, թե եթե լավ, եթե ոչ, ուրեմն ինչ ենք անում, ու սենց ես գալիս եմ սկսում եմ ման գալ նկարանման պլաշատկայում ու ասում եմ վայ հա շատ լավ է ու ինձ հարցնում են դե վсё սկսենք ասում եմ հա սկսենք ես նույնիսկ չեմ հասցրել մտածել ու իսկ ինչ եղավ սառույցի հետ սառույցը կոտրեցի ես հետո ինքը հալվեց բայց վազելու ընթացքում դու ուղղակի կոտրում ես հետո ես հիշում եմ որ անկա ջրի մեջ մի խոսքով մենք շատ ծանր բայց շատ կարևոր նկարանման օրեր ենք ունեցել, սա ամենան չէր, որ պատմում եմ, որովհետև մենք ունեցել ենք նույնիսկ 22 ժամ նկարահանում, անդադար, որտեղ եղանակային պայմանները ուղղակի շատ դաժան էին ու ես ունեի հագիս մի հագուստի կտոր, եթե կարելի է այդպես ասել, ու ես շատ լավ եմ հիշում այդ տեսանը, երբ որ դու տեսնում ես տեսախցիկի հետևում, ոնց են մարդիկ սենց պլեդներով, տաք բաճկոններով, ու դու կանգնած ես բարակ հագուստով, որը ոչ մի պաշտպանի չերտ չունի, բայց պիտի ասեմ, որ
ես երբեք չեմ մտածել այդ բանին ու ես այդ ժամանակը չեմ ունեցել մտածելու այդ դժվարությունների մասին, չէ, ընդհանրապես ցուրտ չէ։ Ես պատկերացնում եմ արդեն, թե ինչ ֆանտաստիկ գեղեցիկ տեսարաններ են ստացվել նման էքստրեմալ պայմաններում աշխատելու արդյունքում, բայց նաև հետաքրքիր է իմանալ իհարկե ովքեր են այս մարդիկ, որոնք աշխատել են տեսախցիկի հետևում, ռեժիսորը, սցենարիստը, բաճկոններով ովքեր են եղել շատ հարմար պայմաններում, ինչ սյուն տանջվում էր տեսախցիկի առջև։ Խոսենք նաև թիմի մասին։ Այո։ Պիտի նշեմ, որ թիմը բաղկացած է շատ մեծ թվով մարդկանցից, ռեժիսորը Հրանտ Աբովյան, օպերատորը Բագրատ Սարոյան, պրոդյուսերը Վարուժանը, դե հագուստի նկարիչ ունեինք եւ մնացած բոլոր բաղկացուցիչ մասերով կային հատուկ մարդիկ, ովքեր զբաղվում էին, այո, շատ մեծ թիմ, բայց պիտի նշեմ, որ բոլորիս համար սա դեբյուտ էր, ինչը ամենաթանկ բաներից մեկն է այս ֆիլմի համար եւ այս process-ը երևի ոչ մի բանի հետ հետագայում հաստատ կունենանք յուրաքանչյուրս այլ ստեղծագործական պլաշատկաներ, պրոյեկտներ եւ այլն, բայց սա բոլորիս համար շատ կարեւոր է ու շատ թանկ է ու շատ հետաքրքիր էր աշխատել նման պրոֆեսիոնալ թիմով, որտեղ դու ինքդ լինելով ես աշխատել եմ թատրոնում, բայց շատ տարբեր ռեժիսորների հետ, բայց տեսախցիկի հետ աշխատելը եւ այդ նմանատիպ թիմի հետ աշխատելը շատ տարբերվում է, հա, քո արդեն իսկ ունեցած պրակտիկայից եւ պիտի ասեմ, որ սա շատ պրոֆեսիոնալ ու շատ մեծ նվիրումով թիմ էր, ինչի համար ես շատ շնորհակալ եմ, որ հենց ինձ են վստահել լինել սյուի կերպարում։ Եվ հենց այդ նվիրումն է, որ ապացուցեց 3 տարի միայն նկարահանումների արդյունքում ֆիլմը մեծ էկրանին է, մեզնից յուրաքանչյուրը կարող է այս օրերին հասցնել ու վայելել այդ ֆիլմը, եւ եթե գոնե մեկ մարդու ճակատագիրքը փոխի ու կդարձնի դեպի լավեսյուն, ուրեմն դուք արդեն հաջողել եք։ Էլ չենք ասում, որ մենք սպասում ենք նաեւ փառատոնային արձագանքին, որովհետեւ գիտենք կա նաեւ այդպիսի պլաններ, բայց այս փուլում դեռ այսքանը շնորհակալ ենք Անչափսյուզի առավոտը մեզ հետ սկսելու համար։ Ձեզ էլ շնորհակալություն։ Իսկ մենք անցնենք առաջ սիրելի հեռուստադիտողներ, լսենք երաժշտություն ու վերադառնանք։